Կարդում ենք Թումանյան, հին օրհնություն։ Կանաչ վիթխարի ընկուզենու տակ, իրենց հասակի կարգով ծալպատակ, միասին բազմած, մի շրջան կազմած, քեֆ էին անում և ուրախանում, մեր հսկա պապերն ու մեր հայրերը գյուղի տերերը, մենք առույժ ու ժիր գեղչուկ մանուկներ, 3 դասընկեր, նրանց առաջին գլխաբաց կանգնած, ձեռքներս խոնարհ, սրտերիս դրած, զիլ ուժեղ ձայնով նրանց սպասում, տաղ էինք ասում, երբ զվարթաձայն մեր երգը լռեց, մռայլ թամադեն բեղերն ոլորեց, նրա հետ վերցրին լիք բաժակները, բոլոր մեծերը ու մեզ օրհնեցին, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Ժամանակ անցավ, նրանք էլ անցան, զվարթ երգերս վշտալի դարձան, ու ես հիշեցի մեր օրը լալիս, թե մեզ օրհնելիս ինչու ասացին, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Խաղաղություն ձեզ, մեր անբախտ պապեր, ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել, այսօր տխրության թե քեֆի ժամին, մենք էլ օրհնելիս մեր զավակներին, ձեր խոսքն ենք ասում, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Մի որոնիր մի ժամանակ, արհամարածդ այս կրծքի տակ, հառաչանքով դուրս թռավ նա, ու դատարկ է տեղը հիմա, էլ մի կանչիր, մի լարիզուր, քո արցունքից միայն տխուր, հին հուշեր պիտի զարթեն, և ինչ օգուտ, ուշ է արդեն։ Դու մի հավատա ժպտուն աչքերին, շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ, բուսած կորստյան անդունդի ծերին միամիտ մարդկանց քաշելու համար։ Ահա պոետն էլ, պատրանքով արբած, գերվեց մի անգամ ժպտուն աչքերի, ու որքան տանջվեց, տառապեց խաբված, ու որքան սրտում գանգատներ ունի։ Դու շատ մի խաբվի ժպտուն աչքերից, շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ, ծլում են սրտի ավերակներից տխուր հատակը ծածկելու համար։ Ահա պոետն էլ, տառապած մի մարդ, որ սրտում էնքան գանգատներ ունի, բայց հաճախ էնպես ժպտում է զվարթ, ասես թե քեզնից բախտավոր լինի։